Գործընկերներ, հերթով, բոլորին հերթ հասնի, Սյունիքի մարզպետի հետ կապված միջադեպի ձեր գնահատականը։ Ու հնարավոր է հեռացվի կուսակցությունից եւ պաշտոնից։ Այս հարցի պատասխանը Հայաստանի Հանրապետության Արտադրության նախարարը հնչեցրեց Դավիթ Իրական օրենսգրքի 118 հոդվածի հիման վրա հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել եւ մենք պետք է սպասենք այդ քրեական գործի ավարտին, որից հետո նոր կտրվեն գնահատականներ։ Պարոն Սարգսյան, այնուամենայնիվ տեսեք, Գայդուկ Բեգլարյանի հետ կատարված այդ միջադեպից հետո թեև քրեական գործ հարուցվեց, բայց այդ մարդը հրաժարական էր։ Իսկ այս դեպքում առավել ևս որ քրեական գործ է հարուցվել, ճիշտ է։ Գալու են փոխազդել։ Այս դեպքը տարբերվում է նախորդ դեպքից, որովհետև մեկ այլ քրեական գործ է արդեն իսկ հարուցված էր կապված հանքերի հետ եւ դա է պատճառը, որ մենք պարտավոր ենք, քանի որ արդեն երկու քրեական գործ հարուցված ունենք, պարտավոր ենք սպասել մինչև քրեական գործերի ավարտին։ Պարոն վարչապետ, այսօր երկու մեդիայի հեռուստացույցը ֆիքսել է պետական բյուջեի քննարկման ժամանակ այդպես Արմեն Մովսիսյանը iPad-ով խաղ խաղում, այսպես շարիկ խաղում։ Ինչպես է վերաբերվում այս երևույթին եւ ընդհանրապես պետական բյուջեի օրենքի նախագիծն է, որ այն օրենքն է, որ ընթացքում կարելի է շարիկ խաղալ։ Պարոն վարչապետ, հնարավոր համարում եք արտահերթ ընտրությունների, նախագահական ընտրությունների անցկացումը, հատկապես որ կարծիք կա, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը հենց դրանով էր պայմանավորված։ Ես ինձ թվում է դա անհեթեթ վարկածան։ Պարոն վարչապետ, եթե այնուամենայնիվ պարզվի Սյունիքի մարզպետի մեղավորությունը, ինչ լուծում եք դուք պատկերացնում վարչական տեսանկյունից։ Հարգելի գործընկերներ, Արդարադատության նախարարը շատ հստակ պատասխանեց այդ հարցին եւ ճիշտ կլինի, որ գործադիր իշխանությունը զերծ մնա որևէ մեկնաբանություններից մինչև քրեական գործի ավարտը։ Պարոն Սարգսյան, երեք հայտարարությունների ժամին Անահիտ Պարաշյանը մեղադրեց կոալիցիոն կուսակցություններին, պետական բյուջեի միջոցները պետական պետք եւ այլն սեփական կուսակցությունները լուծելու համար ծառայեցնելու մեջ։ Մյուս կողմից նաև Արծվիկ Մինասյանը ցեզ մեղադրել էր լրագրի ներկայացված հարցազրույցի մեղադրել էր կուսակցությունների մասին օրենքի 10 հոդվածի խախտելու մեջ, որպես վարչապետ այցելելով մարզեր, մյուս կողմից կուսակցական անդամավորություն եք հաջողել, այսինքն ձեր դիրքը օգտագործել։ Դու դեպքում թե որտեղ եք կարողացել դրա վերաբերյալ բյուջեի միջոցները ծախսել եւ կուսակցությունների մասին օրենքի խախտել։ Մեղադրանքների շարքը կարելի է շարունակել, որովհետև տասնյակ այլ մեղադրանքները հնչում, բայց կոնկրետ ձեր կողմից բարձրացված հարցերի պատասխանը այսօր ազգային ժողովի անդամից տրվեց, թե վարչապետը ընդհանրապես որպես պաշտոնատար անձ ինչ մեքենայից է օգտվում, գործողումները ինչ կանոններով են իրականացվում, այստեղ ընտրության հնարավորությունը այնպիսին է, ինչպես որ սահմանված է օրենքով եւ որոշ նորմեր կան, որոնք պարտադրված են վարչապետին։ Այդ առումով օրենքի որևէ խախտում չի եղել։ Վարչապետի այցը Բրյուսել եղել է ոչ թե կուսակցական, այլ պաշտոնական այց։ Ես այդտեղ եմ Բրյուսել մասնակցել կարևորագույն կոնֆերանսի, որի ժամանակ նախատեսված էր ելույթը նաև պարոն Բարոզուի, որը ներկայացած էր Եվրոմիության ճգնաժամային երևույթների հաղթահարմանը եւ այն ռազմավարությանը, որ մշակվել է Եվրոմիության կողմից եւ մեկնել են Բրյուսել որպես վարչապետ։ Այլ խնդիր է, որ Բրյուսելում միջոցառում կար նաև կուսակցական եւ ես հրավիրել եմ բոլոր կուսակցություններին, որոնք հրավիրված են եղել այդ օրերին Բրյուսել, որ օգտվեն առիթից, որ վարչապետը այցելություն ունի եւ կարող ենք նրանց մեզ հետ նույնպես որպես որպեսզի նրանք մասնակցեն կուսակցական միջոցառմանը, իսկ որպես կուսակցական ներկայացուցիչ հանրապետական կուսակցության կողմից այդ միջոցառմանը կուսակցական մասնակցելը աշուտ է։ Պարոն վարչապետ, բավականին տևական ժամանակ խոսվում էր
վարչապետ Իրանստացյանի եւ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի միջև տարաձայնությունների մասին։ Եվ նույնքան տևական ժամանակ երկրորդ եւ պայմանավորման երկրում էր տարաձայնությունները։ Հիմա երբ որ տեղի ունեցավ այս հրաժարականից որոշակի հանդիպումներ, քննարկումներ ունեցել եք ապագաշտաբի պետի հետ եւ ընդհանրապես հանրապետականի ներսում ինչպիսի է, ասեմ, բարոյահոգեբանական մթնոլորտը։ Հանրապետական կուսակցության ներսում բարոյահոգեբանական մթնոլորտը առողջ է եւ մենք մեր կուսակցության ներսում բնականաբար գործադիր մարմնի նիստերում քննարկում ենք կուսակցության ներքին կյանքին վերաբերող բոլոր հարցերը եւ կարծում եմ, որ մեր կուսակցությունում տիրում է համագործակցության նորմալ մթնոլորտ։ Իմ գործընկերները թույլ կտան, որ ես որպեսզի տեխնիկական հանգած վրիպատներ չլինեն մեջքով։ Բայց չէ, դեպի խնդիրը։ Ներկայացրեց մի շարք հանքերի ցուցակ, ասելով, որ իրենք լիցենզիայի հանքերը խախտումով են ստացել այդ հանքերը։ Դրա հետ կապված է դիրքորոշում, եթե արժանացի կառավարությունների կողմից հետազոտության անկախ իրավասու։ Ես գիտեմ, որ այդ բարձրացված հարցերի շուրջ հարցված է առաջին քրեական գործը եւ այդ քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջ քաշվել։ Քրեական գործով այդ բոլոր մեղադրանքները տեսանք դեռ։ Խնդրում եմ մենք կողմից Քաղաքական խոտանի հետ կապված հարցին կոպիտ չեն ստոմաց եղել եւ որպես այդ փաստի ապացույց ոչ միայն ձայնային բանը, նաեւ տեսայերիսը, այսինքն խոսելը ու ուսումից ինչու դուք էլ բեմից ելույթ ունեցաք այլ շարքերի միջից։ Շնորհակալություն հարցի համար։ Դրան եք չես խոսում։ Անկեղծ ասած իմ պապս ինձ խորհուրդ էր տալիս, որ իմ կյանքում ընկերություն չանեմ այն մարդկանց հետ, որոնք չեն խմում։ Համար ընդհանրապես խմիչքի նկատմամբ նորմալ եմ վերաբերվում։ Երկրորդը այդ միջոցառման ժամանակ իսկապես տեխնիկական խնդիր առաջացավ եւ մեր թիմը, որը նախապատրաստել էր այդ միջոցառումը, այդ հանգամանքը հաշվի չէր առել, որ կարող է այդպիսի տեխնիկական խոտանի հայտնի, որովհետեւ բեմը գտնվում էր ուղղակի մեր տրիբունայի դեմ դիմաց եւ բոլոր սարքավորումները եւ բարձրախոսները հեռու էին գտնվում եւ երբ որ ես սկսեցի խոսալ, ապա արձագանքը այնքան ուժեղ էր եւ հարվածում էր ինձ, որ ես ուղղակի չէի կարողանում լսել, թե ես ինչ նախադասություններ արտահասանում եւ դա իհարկե մեր թիմի թերությունն էր տված խնդիրը, որ հաշվի չենք առել, որ այդպիսի խնդրեմ կա եւ եթե նախատեսել էին ինձ համար ելույթ, ապա ճիշտ կլիներ, որ ես նույնպես գնայի եւ ելույթ ունենայի, այդ դեպքում այդ խթանը չէր լինի։ Ամենայն դեպս իմ քաղաքական հրապարակային ելույթների փորձառությունը 22 տարվա, ասենք այսպիսի միջադեպ չէր եղել դեռևս։ Սա մի դաս էր, որ հաշվի կառնենք։ Բայց մյուս կողմից էլ անկեղծ ասած մի քիչ ինձ համար անհասկանալի են աժորտաժը, որ առաջացել էր, որովհետեւ հազարավոր մարդիկ էին մասնակցում այդ միջոցառմանը, ես էլ մենակ չէի գնաց այդ միջոցառման, հարյուրավոր վկաններ կային։ Եթե անստավ վիճակում լինեի, բոլորը դա կտեսնեին եւ թաքցնելու բաներ չկար, բայց եթե հիմա բոլորը ասում են, հիմա ինչ է եղել խմելա, թողասի խմել եմ, բայց հիմա այն մարդիկ, որոնք իմ հետ էին եւ տեսնում են, որ ես խմած չեմ, ոչ չեն ասի, վարչապետը սուտ է խոսում։ Բոլոր աշխարհի բոլոր մարդկանց գնացել են հարցրել են ժուրնալիստները, խմած եք, խմած չի։ Այն մարդիկ, որոնք իմ կողքին նստած, ցավոք խմած չի, ցավոք։ Պարոն Սարգսյան, հարկային փաթեթը հսկայական փոփոխություններ կրել իր նախնական տեսքից։ Այդ հարցը դուր չի գալու։ Իրան բանը, խմելու թեմա։ Բավական մեղմացավ փաստորեն։ Գուցե միտումնավոր են այդպիսի պատմություն ձեր գլխին սարքել։ Ես կարծում եմ, որ իմաստ չունի որոնել այդտեղ ինչ-որ դավադրություն, որտեղ ես համոզված եմ այդպիսի բան չկա։ Ուղղակի այդ փորձը հաշվի կառնենք։ Պարոն վարչապետ, Սերժ Սարգսյանը գործարարների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մշակվում է մի շատ այսպես ծրագիր
եւ չպարզաբանվեց, թե դա ինչ ծրագիր է։ Նախ ինչու է գաղտնի պահվում այդ ծրագիրը, որի շուրջ պետք է որպես այլընտրակ գործարարներին հավաքեն, դուք տեղյակ եք եւ եթե կարելի մի քիչ հրապարակայնացնել, որտեղ շատ հետաքրքիր է շատերին, թե ինչ ծրագիր է։ Ես ձեզ խոստանում եմ, որ մենք այդ ծրագրերը հրապարակային կներկայացնենք, ուղղակի հանրապետության նախագահ չցանկացավ մանրամասները ներկայացնել, քանի որ դեռևս աշխատանքները ավարտված չեն այդ ծրագրի շուրջ, հենց որ ավարտվեն, բնականաբար մենք կներկայացնենք։ Մոտավոր ուղղությունները, դրանք նանոտեխնոլոգիական ծրագրեր են, թե գործարար, թե ինչ կարգի։ Դրանք ծրագրեր են, որոնք վերաբերում են այն առաջնահերթություններին, որոնք կան մեր ճյուղային քաղաքականության մեջ, եւ ես ձեզ խոստանում եմ, որ մենք շուտով կկազմակերպենք միջոցառում, որի ընթացքում կհրավիրենք նաեւ ձեզ, կհրավիրենք հասարակական կազմակերպություններին, մասնագետներին եւ պրեզենտատորներին։ Պարոն Սարգսյան, բայց բյուջեում 101 միլիարդ ավել հավաքելու որոշումը չփոխվեց։ Հիմա դա ո՞նց է կատարվելու։ Այսինքն նախապես ծրագրում էր ավելի մեծ հարկային բեռ, որպեսզի հնարավոր լինի 101 միլիարդը հավաքել, այդ բեռը թեթևացվեց, բայց 101 միլիարդը մնաց։ Այս հարցի շուրջ կա երկու տեսակետ, որոնք ծայրահեղությունների մեջ են։ Մի ծայրահեղությունը այն է, որ հնարավոր չէ լրացուցիչ հարկեր հավաքագրել եւ 101 միլիարդը դա այնպիսի բեռ է, որ հնարավոր չէ կառավարությունը բարձրացնի եւ մյուս ծայրահեղ տեսակետն այն է, որ 101 միլիարդը ինչ խնդիր է, որ հնարավոր է 500 միլիարդ շատ հեշտությամբ հավաքել։ Հիմա ինչպիսին է իրավիճակը։ Մենք 2012 թվականին այնպիսի քաղաքականություն պետք է իրականացնենք, որպեսզի հարկային վարչարարության տեսակետից բիզնեսի համար չստեղծենք խնդիրներ։ Եվ դա նշանակում է մենք պետք է լինենք զգուշավոր։ Վարչարարությունը մեկ օրվա ընթացքում կատարելագործել անհնարին բան է, որովհետև խոսքը գնում է 3000 պետական չինովնիկների վարքագծային կանոնների փոփոխության մասին, ինչպես նաև առնվազն 60000 տնտեսարողների, որոնք շփվում են հարկային մարմինների հետ եւ նրանց վարքագծային կանոնների փոփոխության մասին։ Այստեղ մենք պետք է զգուշավոր լինենք։ Երկրորդը, իհարկե, վերային տնտեսության տեսակարար կշիռը դեռևս Հայաստանի Հանրապետությունում մնում է բարձր եւ դա նշանակում է, որ մենք ռեսուրսներ, ռեզերվներ հարկերի հավաքագրման համար դեռևս ունենք։ Եվ երրորդը, դա այն օրենսդրական փոփոխություններն են, որ մենք իրականացնում ենք ազգային ժողովի հետ միասին, որոնք հնարավորություն են տալու մեզ 2012 թվականի բյուջեն ամբողջությամբ կատարել։ Եվ այդ տեսակետից ես գտնում եմ, որ սա զգուշավոր իրատեսական բյուջե է, որը հաշվի առնում այսօրվա պահից ելնելով գնահատելով այն ռիսկերը, որոնք առկա են, որ իրատեսական մենք վիճակի կլինենք կատարել այդ բյուջեն։ Պարոն վարչապետ, մինչ վերջերս խոսակցություն կար, որ ՀՀԿ համագումարը տեղի կունենա նոյեմբերի վերջին եւ դեկտեմբերի սկզբին։ Պահպանվում են այդ ժամկետները եւ եթե համագումարը լինի, համամասնական ցուցակը ներկայացվելու է եւ ընդհանրապես համամասնական ցուցակի շուրջ ինչ է տեղի ունենում խոսակցությունում։ Մենք այս տարի չենք պլանավորում համագումար անցկացնել, բայց կուսակցական միջոցառումներ պլանավորում ենք իրականացնել, որոնք նվիրված են լինելու տնտեսական խնդիրներին եւ անպայման այդ միջոցառումները լինելու են հրապարակային, որպեսզի եւ մեր կուսակցության անդամները եւ հանրությունը տեղյակ լինեն, թե ինչ ծրագրեր է նախապատրաստում հանրապետական կուսակցությունը, ինչ ծրագրեր ենք մենք քննարկում եւ ինչպես որ մեր տնտեսական կոնֆերանսի ժամանակ մենք տվեցինք հաշվետվություն մեր կողմից կատարված աշխատանքների մասով, այնպես էլ մտադիր ենք շարունակել մեր հրապարակային գործունեությունը եւ կուսակցական միջոցառումներ մինչեւ տարվա վերջ կլինեն։ Պարոն վարչապետ, ինչ կասեք այն խոսակցությունների հետ կապված, որ ասում են այ հանրապետական կուսակցությունը մտադիր է այսպես երիտասարդ падգամավորներ վերել հաջորդ ազգային ժողով, ինչ կասեք այս հարցի հետ կապված։ Ես կարծում եմ այս հարցի պատասխանը հանրապետության նախագահը հստակ տվեց եւ ձևակերպեց մեր կուսակցության մոտեցումները, որ մենք քայլ առ քայլ իրականացնելու ենք այն նորմա, որ ամրագրված է մեր սահմանադրության մեջ եւ պետք է
իրավական մեխանիզմներ ստեղծենք, որպեսզի պատգամավորները, կառավարության անդամները չզբաղվեն բիզնեսում։ Դրա համար ընդունվել է արդեն իսկ ազգային ժողովի կողմից կարևոր օրենսդրական փոփոխություններ, որոնք մեխանիզմներ են առաջարկում, թե ինչպես պետք է պետությունը վերահսկի, որպեսզի պատգամավորները եւ կառավարության անդամները չզբաղվեն բիզնեսով։ Մասնավորապես խոսքը գնում է նրանց եկամուտների հայտարարագրման ինստիտուտի ներդրման մասին, էթիկայի հանձնաժողովի ձևավորման մասին, բաց եւ խափանցիկ ռեգիստրի ձևավորման մասին, որը դարձնելու է հրապարակային պաշտոնատար անձանց հայտարարագրերը եւ հանրությունը հնարավորություն կունենա ինչպես նաեւ էթիկայի հանձնաժողովը վերահսկել, որպեսզի իշխանությունը տարանջատված լինի բիզնեսի։ Կարող ենք մենք ասել, որ հաջորդ ազգային ժողովում հանրապետականից գործարար պատգամավորներ այսպես չեն լինի։ Դա սահմանադրության պահանջն է եւ օրենքների եւ այն մեխանիզմները, որ որպես վարչապետ ոչ որպես վարչապետ, այլ որպես օրակարգ կամարդ ու որպես նախագահ։ Ինչպես կառավարեք ձեր վերաբերմունքը ցույցի մասնակցի արարքի։ Այդ արարքի վերաբերյալ դրվում են տարբեր մեկնաբանություններ։ Հիմա մարզպետարանը հերքել։ Գիտեք, ընդամենը մի քանի օր առաջ նույն լրատվական միջոցները տարածեցին տեղեկատվություն, որ վարչապետը հարուցված ելույթ ունի։ Հիմա Ձեր կուսակիցը ասաց, որ քաշքշուկ է եղել Սամվել Սարգսյանը։